Այսօր մարտի 1-ին մենք հիշում ենք 2008 թվականի այն ողբերգական օրը, երբ Հայաստանի իշխանությունը բռնի ուժ կիրառեց խաղաղ քաղաքացիների դեմ։ Զոհվեցին մարդիկ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվեցին, հազարավոր մարդիկ ենթարկվեցին հետապնդումների, բայց ամենածանր հետևանքը միայն կորուստը չէր։ Ամենածանր հետևանքը անպատժելիությունն էր, որը մինչև օրս թունավորում է մեր պետությունը։ Անպատիժ մնացած հանցագործությունը քայքայում է պետության հիմքը։ Երբ քաղաքացին տեսնում է, որ կյանքի դեմ գործած հանցանքը չի բացահայտվում եւ չի պատժվում, նա կորցնում է վստահությունը օրենքի, արդարության եւ պետության նկատմամբ։ Իսկ առանց այդ վստահության պետությունը չի կարող լինել ոչ ուժեղ, ոչ ժողովրդավար, ոչ անվտանգ։ Մարտի 1-ի արդարադատությունը միայն անցյալի մասին չէ։ Սա ներկայի եւ ապագայի հարց է։ Սա պարզ սկզբունք է, որ Հայաստանում իշխանությունը երբեք չի կարող կանգնել օրենքից վեր եւ որևէ պաշտոն, որևէ կապ, կլինի քաղաքական թե անձնական, չի կարող ազատել պատասխանատվությունից։ Մենք պահանջում ենք լիարժեք, անկախ եւ թափանցիկ արդարադատություն բոլոր պատասխանատուների նկատմամբ, հրաման տվողներից մինչև կատարողներ։ Պահանջում ենք վերջ դնել անպատժելիությանը, որպեսզի նման հանցագործությունը երբեք չկրկնվի։ Եթե ուզում ենք պետություն, որտեղ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, ապա մարտի 1-ը պետք է ստանա իր արդար իրավական գնահատականը։ Եթե ուզում ենք ժողովրդավար Հայաստան, ապա հանցանքը պետք է ունենա անուններ եւ պատիժներ։ Եթե ուզում ենք անվտանգ ապագա, ապա պետք է փակենք անարդարության այս էջը ոչ թե մոռանալով, այլ ճշմարտությունը բացահայտելով եւ մեղավորներին պատժելով։ Միացեք այս պահանջին։ Խոսեք մարտի 1-ի արդարության մասին։ Պահանջեք պատասխանատվություն։ Արդարադատությունը մարտի 1-ի զոհերի հիշատակի պարտքն է եւ Հայաստանի ապագայի պայմանը։